Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026 թվականի հունվար-ապրիլին 2025 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.5%-ով, իսկ 2025 թվականի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ 4.5%։ Մասնավորապես սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գները 2025 թվականի հունվար-ապրիլի համեմատ աճել են 7.5%-ով։ Ալկոհոլային խմիչքների ծխախոտային արտադրատեսակների գները 2025 թվականի հունվար-ապրիլի համեմատ աճել են 8.9%-ով։ Հագուստի եւ կոշիկի գները 2025 թվականի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.9%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի եւ վառելիքի այլ տեսակների գները 2025 թվականի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.2%-ով։ Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի եւ բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2025 թվականի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.5%-ով։ Առողջապահության գները 2025 թվականի հունվար-ապրիլի համեմատ աճել են 4.1%-ով։ Տարբեր ապրանքների եւ ծառայությունների գները 2025 թվականի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 2.5%-ով։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 67666 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 1.3%-ով։ Միևնույն ժամանակ ալյուրի արտադրությունը աճել է 2.6%-ով եւ կազմել 36081 տոննա։ Ծավալեղենի արտադրությունը նվազել է 2.7%-ով եւ կազմել 731.6 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 30.6%-ով եւ կազմել 1078 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 0.8%-ով, կազմելով 1978 տոննա։ Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները մայիս 2026 զեկույցը, որի համաձայն մարտին արտահանման եւ ներմուծման ծավալները կրճատվեցին համապատասխանաբար 12.6 եւ 3.2%-ով, հաջորդելով փետրվարի կայուն աճին։ Արտահանման ծավալները նվազեցին 12.6%-ով, հիմնականում պայմանավորված թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի եւ մեքենասարքավորումների ոլորտներում արտահանման համապատասխանաբար 52 եւ 39% անկմամբ։ Այս ոլորտները 2022 թվականից եղել են վերարտահանման երկու հիմնական ուղղությունները, հանդիսանալով արտահանման հոսքերի շարունակական նորմալացման ազդակ։ Այս երկու ոլորտները չհաշված, ընդհանուր արտահանումն ընդլայնվել է 33.6%-ով, պայմանավորված օգտակար հանածոներով եւ պատրաստի պարենային արտադրանքով։ Ներմուծումը եւս կրճատվել է 3.2%-ով, ինչը պայմանավորված է թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի 62% կրճատմամբ։